Արմավիրի այգեշատ համայնքում է այս կիրակի պատարագի մասնակցում Հայաստանի վարչապետը։ Տեղում աշխատող մեր գործընկերները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին այսօրվա պատարագին ուղեկցում են քաղաքացիական պայմանագրի փոքրաթիվ անդամներ։ Տարածքային կառավարման գործող ու նախկին նախարարները, Արմավիրի մարզպետը, մամուլի խոսնակը, մի քանի իշխանական պատգամավոր։ Այսօրվա պատարագը մատուցում է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը, որը միացել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Պատարագին ներկա է նաև Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշատյանը, որը 7 վերքում պատարագ մատուցելուց հետո ստացել է շրջիկ քահանա անունը։ Իդեպ, նա չի հերքել, որ համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութում ինքն է, միայն ասել է, որ այն նկարահանվել է ոչ թե գիշերային ակումբում, այլ ռեստորանում։ Քահանայի մասնակցությամբ տեսանյութում երևում է կիսամերկ պարուհի։ Դա եղել է Էջմիածնի Արար ռեստորանում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նոր տարվա հանդիսություն հարազատներով մոտավորապես 100 հոգի ընտանեկան եւ 35-ամյակ ծննդյան, որտեղ մասնակցել են խնջույքի։ Ինչ կա։ Անհարիր ուղղակի ներկայացրել են այդ ամբողջ վիճակը։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այսօր կրկին չի հնչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Կադրերում նաև երևում է, որ եկեղեցում եռագույն դրոշ են դրել, ինչպես նախորդ շաբաթ առաջարկել էր վարչապետ Փաշինյանը։ Ես կարաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել, 10 փայտ կամ 20 փայտ, կիպոտավոր է։ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով 2 տարվա բանտարկության դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի մասին, նա հայտարարել է, թե մեջբերում ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է եւ առաջարկել է պատժի տեսակ սահմանել, ճիպոտահարել։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Ոնց է դրանից հետո քո քաղաքական հայացքներ արտահայտելու։ Բարդ է։ Բարձրաստիճան հոգևորականի հասցեին մշակութային գործչի արտահայտությունները հանրային սուր քննադատության են արժանացել։ Իրավապաշտպանները համարում են ծայրահեղ, անհարգալից, ցինիկ եւ անընդունելի նման վարքագիծը, հաշվի առնելով Սրբազանի տարիքն ու կարգավիճակը։ Ուժեղ քամու պատճառով վնասվել է Ապարան քաղաքի ամանորյա ձևավորումները, մոտ 1 կիլոմետրանոց ջեմուղ ու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը հայտնել է, որ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Լոռու մարզերում ծառեր եւ սյուներ է տապալել։ Ապարան քաղաքի Գնթունիք սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռնկվել։ Մինչև հրշեջների ժամանելը կրակի դեմ պայքարել են սուպերմարկետի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Բեյրութից Երևան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Սպուտնիկ Արմենիայի հարցին, թե որտեղ է այս պահին ինքնաթիռը, օդանավակայանից չեմ մանրամասնել։ Մանկական Եվրատեսի 2025 երգի մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Need Brave Heart երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, երկրորդ հորիզոնականում է Ուկրաինան, իսկ երրորդում Վրաստանը։ Այս տարի առաջին անգամ Ադրբեջանը Հայաստանի մասնակցին 3 միավոր է տվել։ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Արևմտյան երկրները պետք է պահպանեն ՆԱՏՕ-ի դաշինքը որքան հնարավոր է երկար, չնայած տրանսատլանտյան հարաբերությունների փոփոխություններին եւ պատրաստվեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմնարար փոփոխությունների, նշել է Մերցը եւ շեշտել, որ դրանք կլինեն առանց կապերի խզման։
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակել է Բրաունի համալսարանում։ Միջադեպի հետևանքով կա 2 զոհ, 20 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուսանողները թաքնվել են համալսարանի շենքում մինչև իրավապահների գալը։ Թայլանդական կործանիչները հարվածել են Կամբոջայում գտնվող կամրջին։ Այն տեղական բանակի համար կարևոր տրանսպորտային զարկերակ է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրները վերադարձել են իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին։ Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 643-ի։ Աղետը երկրում լայնամասշտաբ ավերածությունների պատճառ է դարձել։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Թայլանդում, Մալազիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։